հրապարակային մասում Լավրովի եւ ձեր զրույցը բավականին լարված էր եւ փոխադարձ այսպես գնահատականներ կոշտնչում էին ձեր գնահատականը Լավրովն էր գնահատում Հայաստանի առասպելական ինչ-որ սպառնալիքների մասին եւ այս առումով դուք փակ քննարկման ժամանակ ստացաք ավելի պարզ կամ դուք փոխանցեցիք ավելի հստակ դիրքորոշումը, թե դուք արդեն պատերազմը հարձակում եք ասում, այդ հարձակումների մասին, արդյոք Լավրովը կրկին պնդում էր, որ սպառնալիքներ չկան, դրանք առասպելական են, այս մասով դուք փակ քննարկման ժամանակ հստակ խոսել եք։ Անուն առանուն, ես ինչ-որ ասել եմ ձեզ ստեղ, ես ասել եմ ընդեղ, ոչ մի, իսկ կարելի է ավարտեմ, ոչ մի բան, որ ես ձեզ ստեղ կամ ձեր տաղավարներում ասել եմ, ես ընդեղ տնես չի եղել, որ չեմ ասել, բնական է ես, ինչ-որ մարդիկ, որոնք որ ոչ հայերեն են կարողանում գրեն, ոչ ռուսերեն են կարողանում գրեն, ինչ-որ ակնկալիքների մասին են խոսում, չգիտեմ, իրենք ենթադրում են, որ ես պետք է հարձակվեի, ինչ-որ մեկին հարված էի ընդեղ, ոչ նորմատիվ լեքսիկոն օգտագործեի, այդ մարդկանց առաջարկում եմ լռել, գնալ հայերեն կարդալ, գրել սովորել նախ եւ առաջ կամ գոնե ռուսերեն։ Այդ մարդկանց չեմ անդրադառնում, բայց մնացած առումով ինչ որ խոսացվել է ստեղ, հիմա ձևակերպումը մի անգամ Նարեկի մոտ ասացի հյուրին ասացի եկեք հարցակում անվանենք ոչ թե պատերազմ, հա հիմա չէ պատերազմ թող լինի թող հարց, ուղղակի պատերազմ բառը հաշվի առնելով խաղաղության գործընթացը աշխատում ենք որևիցե կոնտեքստում բան չենք, բայց բովանդակությունը դրանից չի փոխվել եւ այո ես ներկայացրել եմ մեր մտահոգությունները, իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ հենց քաղաքական գործիչների, հենց իմ այցի, մեր հանդիպման իմաստը դա էր որ իրենք ասեն այն ինչ որ իրանց է անհանգստացնում, մենք ասենք այն ինչ որ մենք մեզ է անհանգստացնում, բայց իրար նկատմամբ, իրար, այսպես ասած, հարցադրում անելուց բացի, մենք ունեցել ենք նաև շատ կարևոր քննարկումներ, առաջարկներ, գործնական քննարկումներ, սկսած տարբեր ներդրումների հետ կապված Հայաստանի Հանրապետության տարածքում, վերջացրած, չգիտեմ, Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու մեր մարզերի եւ ռուսական ռեգիոնների միջև ձեռք բերված պայմանավորված ժամ ու կես թե ժամ 40 րոպե մենք իրար հետ զրուցել ենք։ Իսկ մանրամասնեք, որտեղ այն ինչ մենք տեսանք, այնտեղ դուք ավելի այսպես ընդհանրական եք խոսում։ Դե կոռեկտ եմ հիմա, այտենց չի կարելի, ասենք հյուր եմ ես, ասենք ոնց եք պատկեր։ Շատ լավ, պարոն Սիմոնյան, բայց Հայաստանում այսպես ուղիղ եք ասում, Ռուսաստան Բալկանը օրեր առաջ ասում էր, որ ոչ թե Ադրբեջանից ու Թուրքիայից է, այլ ուղիղ Ռուսաստանից է։ Շատ լավ։ Հիմա ուզում եմ ասել, իշխանականները շատ ուղիղ են խոսում այստեղ։ Բոլոր են հայտնի դերակատարների։ Չէ, բաներ կան, որ ես չեմ ասելու, որովհետև դա կոռեկտ չի, դա մեր մասնավոր զրույցն է։ Հա, դուք շարունակեք, խնդրեմ։ Ռուսաստանը մտադրություն ունի, հա։ Հայաստանը բռնակցել Ռուսաստանին, հա միութենական կազմի մեջ մտցնել, այստեղ գեներացնում է ուժեր, որ ընտրություններով կարողանա ասել եմ, որ SVO անցկացնելու մասին են խոսում Հայաստանի տարածքում։ Հարգելի SVO, սպეციальная военная операция։ Բառացի ամեն ինչ ասել եմ։ Հիմա չգիտեմ, որևիցե կոնկրետ ձևակերպում, որը որ դուք ուզում եք, ես ասել եմ թե չեմ ասել, բայց ինչ որ ես ստեղ ասել եմ, ես ընդեղ ասել եմ։ Որ այն ինչ որ իրանք մշտապես արձագանքում են, որ նման բան չկա, դրանք անհատներ են։ Ես ասել եմ, որ նաև падգամավորներից կողմից է նման բան հնչել, նման բան դիրքորոշում հնչել, բայց էլ կարևոր չի իմանա նախընտրական բան։ Մի խոսքով նման այն ինչ որ ստեղ եմ ասել եմ ընդեղ, այն ինչ որ իրանք են ասել, երբ որ ես ստեղ ասել եմ, իրանք ինձ ընդեղ կրկնել են։ Մի րոպե, վերջ ասեցի։ Ինչ են կրկնել, որ հավաքություն դե ասեցի հիմա։ Ասեցի։ Համոզիչ եք դա, հավատացիք։ Հիմա գիտեք ինչ, քաղաքականության մեջ հավատի վրա հենվելը մի քիչ սխալ է, հա, պետք է նայես գործողությունների վրա։ Կտեսնենք, ես ձեզ ասեմ, որ իրանք ինձ մեզ վստահեցրեցին, որ իրենք որևիցե ձևով, որևիցե շահագրգռվածություն չունեն, մեր արտաքին, ներքին քաղաքականության հետ կապված իհարկե իրենց ինչ-որ բաներ մտահոգում է,
ինչ որ բաներ մտահոգում է, որ իրանք հայտնեցին, մեզ ինչ որ բաներ մտահոգում է, նույնիսկ ինչ որ բա մեզ հաջողություն մաղթեցին գալիք ընտրություններին իշխող խմբակցությանը, այո, աջակցեցին, եթե տենց եք ուզում բան անել։ Այսինքն այդ խոսակցությունից հետո Ազատությունից 2-ով եք, հա, բանանում։ Այդ խոսակցությունից հետո հայտարարությունները, որ Ռուսաստանից համակարգված հիբրիդային հարձակումներ են իրականացնում Հայաստանի դեմ, իշխանության մտահոգությունները եւ հայտարարությունները կդադարեն։ Ես եթե այդ հարձակումների օրինակները շարունակվեն, իհարկե ոչ։ Լսի, ես նորից եմ ասում, դե գիտես ինչ, օրինակ մի բան ասեմ, թող պատասխանեմ հարցիդ, հասարակ օրինակ, իմ հանդիպումները պետական պաշտոնյաների հետ Ռուսաստանում եւ իմ շփումը եւ արձագանքը, որը ես տեսա իրանց լրատվական դաշտում, կատեգորիկ հակառակ չէ, հարցը սինխրոն չսինխրոնը չի, բայց մի համեմատեք նախ մեր աշխատանքը ու իրանց աշխատանքը, ես ձեզ չեմ համեմատում, որովհետև Շորիկ ջան, կլինի ես խոսեմ, թույլ կտաս խոսեմ, մի ընդհատիր ինձ։ Այն ինչ որ իրանք խոսում են ինձ հետ եւ այն ինչ որ ես լրագրողների հետ շփում ունեցա, հետո նայեցի իրանց ռեպորտաժները եւ այլն, դրանք կատեգորիկ տարբեր բաներ են։ Մեր մոտ, այո, դուք ընդդիմ ասում ես այսքան մարդականգնած 90% ընդդիմադիր լրագրողներ են եւ դա բան, բայց այնտեղ պետական լրատվամիջոցները, այդ եմ ասում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։